Դե շատերս արդեն գիտենք, թե ինչ է պարտատոմսը, ինչ է բաժնետոմսը, ինչ կառուցվածք ունեն։ Ամենակարևոր մասերից մեկը ներմային ոլորտում դա պորտֆելն է։ Պորտֆելը շատ կարևոր է մի քանի հանգամանքներից ելնելով։ Նախ այն, որ մենք ստեղծում ենք ինչ-որ նպատակային պորտֆել, ու ըստ դրա գործում ենք ամեն ամիս, չգիտեմ, 1 տարվա 2 տարվա դրվածքով, պորտֆելը կարող ենք ընթացքում փոխել, բայց ինչ-որ չափով մենք, չգիտեմ, կարգապահություն ասած ստեղծում, այսպես ասած։ Երկրորդ բանը, որ ինչու է պորտֆելը կարևոր, այն է, որ մենք կարողանում ենք ապահովել դիվերսիֆիկացիա, ստեղծել տարբեր արժեթղթերով, ներառել իրանց այդ պորտֆելի մեջ, ու իր եկամտաբերությունը շատ ժամանակ ավելի բարձր է, քան ստեղ մենք 2 կամ 3 արժեթղթերով։ Միակ ձևը, որ մենք բարձրացնում ենք եկամտաբերությունը, ռիսկը չի բարձրանում, դա դիվերսիֆիկացիան է։ Հիմա ցույց տանք 2 պորտֆել, իմ անձնական պորտֆելներն են, խորհրդատվություն չի իհարկե, ամեն մեկս ունի նպատակները, իր հեռանկարները եւ այլն, բայց որպես օրինակ հիմա կա ստեղ մի հատ, որը հիմիկվա պորտֆելն է, եւ երկրորդը այն է, թե նպատակային պորտֆելը, որ ուղղությունով է մասնապես ես շարժվում։ Ինչու է ստեղ այս պորտֆելը իմ բանագամ, ինչու է sense տեսք ունի այս պորտֆելը, Այդտեղ կա բավականին մեծ բաժնեմաս հենց բաժնետոմսերից։ Ու բաժնետոմսերը մասնավորապես ETF-ներ, S&P, Nasdaq եւ այլն։ Մի պատկեր էլ ցույց տանք, որ ավելի բարձր լինի, ամեն մի այս արժեթուղթը, որ այս պորտֆելի մեջ է, ունի իր, այսպես ասած, միջին եկամտաբերությունը եւ միջին ռիսկը 20-22 տարվա դրվածքով ինչ եկամտաբերություն է եղել։ Հիմա նույնիսկ այդ պորտֆելում կարելի է տեսնել այս պատկերի մեջ, որ տարբեր արժեթղթեր կարող են նույնիսկ ավելի բարձր եկամտաբերություն ունենալ, ավելի ցածր ռիսկ, բայց մենք օգտագործում ենք նաև այլ արժեթղթերը։ Ինչու՞, որտեղ ստեղ կարևոր է կոռելացիան։ Նույնիսկ եթե վերցնենք ոսկին եւ S&P 500-ը, S&P 500-ը ոնց որ ավելի ցածր ռիսկ, ավելի բարձր եկամտաբերություն, եւ ինչու ենք օգտագործում ոսկի, որտեղ ստեղ կարևոր է դիվերսիֆիկացիայի մասը կոռելացիաները, որտեղ իրանք շարժվում են տարբեր ձևով, ոնց դրա պորտֆելի եկամտաբերությունը էլ ավելի նպատակահարմար է, ավելի բարձր, այսպես ասած։ Պորտֆելի մասը նաև կարևոր է այն առումով, որ դե ասեցինք կարգապահություն, դիվերսիֆիկացիա, բայց պորտֆելում շատ ժամանակ մենք ունենք նաև ETF-ներ, ETF-ները, որոնք շատ ավելի հեշտ է կանխատեսել իրանց եկամտաբերության հեռանկարները։ Մի հատ էլ հարցի պատասխանենք, որը sense պատկերով գուցե լինի, թե ինչու է բաժնեմասային հատվածը այդքան մեծ, ինչու է կշիռը այդքան մեծ, հա։ Մենք բարձ պատճառով, որտեղ մենք բոլորս ունենք արդեն կենսաթոշակային ինչ-որ հնարավորություններ, այդտեղ բաժնեմասը պարտատոմսերի ավանների շատ մեծ է։ Ու ունենալ եւս անձնական պորտֆել, որ այդտեղ էլ պարտատոմսեր եւ ավաններ բարձր լինեն, իմ բանագամ էլ կան նպատակահարմար չի, sense ավելի բալանսավորած պորտֆել է ստեղծում։ Վերջի նկարում նաեւ ցույց է տալում, եթե այս ամեն ամիս, այսպես ասած, այս պորտֆելի մակարդակով ես գործեմ, ինչ հեռանկարներ է ստեղծվում 10 տարի, 20 տարի, 30 տարի հետո գումարային արժեքային առումով։ Դե իհարկե թվերը գրած չեն, բայց որ պատկերացնենք, թե ինչքանով է ինքը այդ աճը այդ պորտֆելի մասով էքսպոնենցիալ։ Այդ պորտֆելը մոտավորապես ունի 10-12-13% տարեկան եկամտաբերություն, գնաճից առաջ, գնաճը չներառված եւ $5 Դե այսքանը ուսամ ինչ որ պատկեր ստեղծվեց թե պորտֆելի մասով, թե ինչ կարա տեղ ունենա, ոնց որ միշտ ասում ենք պորտֆելի մեջ ETF-ներով աշխատելը շատ ավելի նպատակահարմար է, այստեղ տրենդային աճ կա, այստեղ կարելի է հաշվարկել հեռանկարները, առանձին բաժնետոմսերի մասով դա շատ ավելի դժվար է, այտենց պետք է վերլուծություններ անել եւ այլն, ու շատերս դրա ժամանակը ուղղակի չունենք։ Գուցե նաեւ հետաքրքրություն է։ Դե այսքանը եւ կապ մեջ կլինենք եւ լավ օրենք վաղտում։